Արմեն Արուշայի Սարգսյան։ Կոմենդյան տարին ամիսով, 10-12-72 1970։ Հանդիսանում եք դատականիստի մասնակիցներից որը բնանկի ազգականական մոտակա։ Ներկայիս ոչ։ Աղան Ավսեփյանին ճանաչում եք։ Այո, որպես գլխավոր դատախազ եւ իրեն առանձնատանը աշխատել։ Վարզաբանում եմ ձեզ, որ դուք իրավունք ունեք ցույց տալ ձեր ամուսնու եւ բարձրավոր ազգականների առկայ նման ոչինչ կա։ Չէ։ Այդ պայմաններում պարտավոր է ճշմարտացի ցուցմունքներ։ Նախազգուշացնում եմ, որ ցուցմունք տալու եւ ցուցմունքից հրաժարվելու համար կընտրեք քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենքի 503 եւ 504 հոդվածներով։ Խնդրեմ ստորագրել։ Հարգելի վկա առաջարկում եմ ձեզ ցուցումներ քրեական գործողությունների Պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, ես չեմ պատկերացնում թե ինչ պետք է։ Երբևէ քննչական մարմիններում հարցաքննվել եք։ Ոչ։ Երբևէ տարիներ առաջ։ Նշեցիք Արմեն Ավսեփյանի առանձնատան Էլեկտրիկ ինժեներն հոսանքի մոնտաժման աշխատանքներ եմ արել բյուրականի առանձնատանը։ Մոտավորապես 20 տարի առաջ երևի։ Ինչ եղանակով են ձեր հետ կազմվել, ձեզ ով ինչպես եք վարձատրվել կողմից։ Վարձատրություն տվել է Արշավիր Սարգսյանը, որին հենց ծանոթացրել է գործի հետ։ Արշավիր Սարգսյանը հանդիսանում է մորաքրոջս աղջկա ամուսինը, այսինքն կապ կա բարեկամական, իսկ իրանց հետ համատեղ բիզնեսի կապ է, ես տենց գիտեմ։ Որտեղ ես գիտեք ինչ բիզնես։ Բիզնեսի տեսակը չգիտեմ։ Իսկ որտեղ է բիզնես։ Բարեկամը Արշավիրը սեղանի շուրջ։ Արշավիրից է Այդ կոնկրետ ինչ բիզնես չգիտեմ, բայց գիտեմ, որ համատեղ բիզնես են իրանք ունեցել։ Արշավիր Սարգսյանը, Աղան Հոսեփյանը, չգիտեմ, եւ ուրիշ մարդիկ են եղել, պատկերացում չունեմ։ Ամենայն դեպս Փեսայից մանրամասը չեմ իմացել իմ Փեսայից իր աշխատանքի հետ կապված, ուղղակի սեղանի շուրջ պատկերացումներից, այդքան։ Ինչ մասնագիտություն ունեք։ Էլեկտրիկ ինժեներ։ Ինչքան ժամանակ ավարտել եմ 30 տարի առաջ, արդեն 25 տարուց գրեթե ավելի գործում եմ աշխատում եմ, մասնավոր հիմնական։ Այ առանձնատան մասին խոսեցիք, ասեք նաև ասեցիք ու դեռ աշխատանքների իրականացրել, մոտ 20 տարի ճիշտ է։ 20 տարի առաջ, հա, եթե ուզենանք կոնկրետ հիշել, ընտրություններից 1 տարի առաջ ամառը, հետո ընտրությունների Այս բոլոր ընտրությունները խոշ շատ ընտրություններ են։ Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Իսկ այդ առանձնատունը որտեղ է գիշեր։ Բյուրականում։ Բյուրականում ինչ տեսքներ, ինչ առանձնատուններ, որ հատվածում է այդպես մանրամասները կարգացեք։ Առանձնատունը արդեն վերջացած է, ես աշխատել եմ Լողավազանում, Գինետանը, Պահակատուն եւ Ջերմուց։ Ամառ Ջերմուց։ Ինչ աշխատել երևի նույն մասնագիտության։ Դե իմ աշխատանքը փուլերով է հանդիսանում, սկզբից մոնտաժն անում եմ, հետո հեռանում եմ, ներքին հարդարման աշխատանքները կատարում են, կանչում են, վերադառնում, պրիբորներն եմ տեղադրում, այսինքն սարքավորումները, վարդակն, անջատիչն։ Այս դեպքում էլ դա տենց է սկզբից մոնտաժն եք արել, հետո բոլոր տեղերում։ Ամբողջ պրակտիկայի Որին պրակտիկայի ընթացքում աշխատանքի ձևն է տենց, սկզբից մի հատվածը, հետո բավականին մյուս հատվածը։ Այսինքն սկզբից մի հատ սկզբնական շրջանում եք անում, հետո վերջնական շրջանում, ճիշտ հասկացա։ Իսկ այդ ընդհատումը ինչքան է, որ այս դեպքում արեցիք, այսինքն այդ մոնտաժը սկզբից արեցիք, հետո Այնտեղ աշխատել եմ մոտավորապես 3 տարի, բայց ամեն տարվա մեջ երևի մի 15-20 օր։ Դրանից ավել իմ կարիքը այնտեղ չի եղել։ Իսկ աշխատանքի այնտեղ հրավիրելու առաջարկով արեցիք։ Արշավիր Սարգսյանը։ Արշավիր Սարգսյանն արել։
Իսկ ասեց, որ ինչի, ում տունն է, ինչի համար է, ինչ են։ Հա իհարկե, տեղակայ որ Աղան Հովսեփյանի տունը։ Շատ լավ։ Աղան Հովսեփյանին այնտեղ երբևէ հանդիպել եք թե չէ։ Բազմաթիվ անգամներ։ Ինչ էր անում Աղան Հովսեփյանը։ Քննարկում էինք աշխատանքը ինչպես պետք է լինի ու ինձ հետ շատ քիչ մասնագիտական էր իմաց, բայց մյուս արհեստավորների հետ ամեն դեպքում ինքն էր հանդիսանում իրանց դիզայները, ոճաբանը, ոչ մի ուրիշ ոճաբան չեղել, ինքն էր բացատրում որտեղ ինչ պետք է արվի տենց։ Սեղանի շուրջ ենք նստել, մեզ հրավիրել սեղանի շուրջ հաց ենք կերել։ Շատ լավ։ Այսինքն այդ աշխատանքները քննարկում էր թե որտեղ ինչ արվի, ճիշտ եմ հասկանում։ Ինձ հետ այնքան էլ անելիք չկար։ Հիմնականում վերջում լուստրա կախելու հետ կաղաղություն տար, բայց մնացածի բոլորի հետ ուրիշ աշխատանքներ կար, քարոզ տնեն վերցիկալը, այդպես այդքան ուշադրություն չունեմ, բայց բոլորի հետ ամեն դեպքում քննարկվել։ Իսկ կոնկրետ ձեր աշխատանքը ինչ-որ մեկը ղեկավարում էր, թե չէ։ Ինձ չէ, իմաստ չի է։ Ես իմ աշխատանքի տիրապետում վստահել եմ Սաշավի Սարգսյանին։ Ինչ հարթակը որտեղ դնել, որքանի հատ դնել։ Դե բանը գծագիր է տրվել։ Գծագիր է տրվել։ Գծագրով ձեր աշխատանքը արվել։ Հա։ Հետագայում այդ տեղադրումն եք դուք արել։ Այո։ Լավ, ասեք մոտավոր այդ ձեր աշխատած ժամանակահատվածում որքան եք վարձատրվել մոտ։ Այն ժամանակվա $3000 չափ։ Ամբողջ այդ աշխատանքը 3 տարվա վերջացնելու ընթացքում։ Մաս եմ ստացել։ Այ ով է վարձատրում, ձեզ գումար ով է տալիս։ Աշավիր Սարգսյան։ Աշավիր Սարգսյանն է տալիս։ Մենք երբեք Աղան Հովսեփյանի հետ չենք քննարկել իմ հոնորարը։ Այդպեսի բան չի։ Աշավիր Սարգսյանն է որոշել։ Եվ գումարը։ Իսկ արձելն եք տալիս փոխանցումներ անում ո՞նց էր։ Արձելը, դրամով արձելը։ Իսկ դեր մոտ հարց չէր առաջանում, ինչի Աղան Հովսեփյանի բնակարանի համար Աշավիր Սարգսյանն է։ Դե ես դա արդեն գիտեի, որ իրանք համատեղ բիզնես ունեն, բայց տխի ինքը վճարում չգիտեմ։ Իսկ երբևէ ասել Աշավիր Սարգսյանը որտեղից է գումարի է։ Չէ։ Ուղղակի ասել ունենք Աղան Չէ, Հովսեփյանը։ ուղղակի Աշավիր Սարգսյանին ճանաչելով կիմանայիք, որ նա այդպես բաներ զրույցներ չի անի, ոչ իր հարազատների հետ ոչ բախկան։ Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը նման հարց տար նույնիսկ Աշավիր Սարգսյանին։ Շատ լավ։ Իսկ Աղան Հովսեփյանի ողջույնին ճանաչում եք։ Նարեկ Հովսեփյանը իր տանն եմ աշխատել։ Նարեկ Հովսեփյանը տուն որտեղ էր։ Քոչար փողոցի հարևանից եմ, հատող փողոցը չեմ իմանում, Կոմիտաս այգու հարևանից։ Դասարեկու արևանության։ Նորակառույց չենք։ Հասկացա։ Մենակ Նարեկ Հովսեփյանին հետ եք հանդիպել մյուս որդիներին։ Մյուսներին չեմ։ Չեք ճանաչում, չեք հանդիպել։ Իսկ այնտեղ ինչ աշխատանք է։ Էլի հոսանքի մոնտաժ մնաշա Որ նորակառույց։ ժամանակահատվածում կասեք։ Իրեն առանձնան տանից հետո բավականին ժամանակ էր անցել, երևի մի 5 տարի անցել էր արդեն։ Մոտարապես точно տարին չէ միշտ։ Երևի արդեն 10 տարի կլին չեմ տեսել Նարեկին։